Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Երեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, զած մեր անապազորդ, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, Զիգոյ արքայություն եւ զորություն եւ բարք հավիտյանս Սավիդենից ամեն իմաստություն Հոր Հիսուս տուր ինձ իմաստություն ըսպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ իջար խորհրդոց ի բանից եւ ի գործոց փրկյազիս եւ ողորմյա քո հարարածոց եւ ինձ բազմամերիս ամեն Լսենք այսօրվա սերդողության թեման Մատթեոսի ավետարան 14-րդ Երբ Jesús այդ լսեց անգելից նավակով Արամին գնաց մի համայնք եւ ժողովրդի բազմությունը լսեց այս քաղաքներից հետիոտը նրա ետևից գնաց եւ երբ նա ցամաք ելավ տեսավ բազում ժողովուրդ գնաց նրանց եւ բժշկեց նրանց հիվանդներին Երեկոյան դեմ աշակերտները մոտեցան նրան եւ ասացին. Այստեղ ամայի է եւ օրը տարաժամել է արձակի այդ ժողովրդի բազմությունը, որպեսզի գնայ չշրջակա գյուղերը իր համար ուտելիք գնի։ Եվ Հիսուսն ասաց. Հարկ չկա որ նրանք գնան, դուք նրանց ուտելու բան տուեք եւ նրանք ասացին նրան. Այստեղ ուրիշ բան չունենք, բացի 5 նկանակից եւ 2 ձկից։ Եվ նրանց ասաց. Այստեղ բերեք այդ եւ հրամայեց ժողովրդի բազմությունը նստեցնել խոտի վրա եւ վերցնելով 5 նկանակն ու 2 ձկները նայեց դեպի երկինք, օրհնեց կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց, իսկ աշակերտները ժողովրդին բոլոր կերան ու յագեցան եւ 12 սակար լիքը կտորատների մնացորդներ վերցրին եւ նրանք որ կերան մոտ 5000 հոգի են Շաշված կանանց ու երեխաների Ամեն Բարի երեգո հավատագից եղբայրներ եւ քույրեր Բարի եկեք Աստվածաշունչի բարեկամներ Փառք Աստծո գրգին ողջ առողջ վիճակով ետ արիտ ունեցանք միասին լինելու թողումը ետ միասին լինելու եւ Աստծո խոսքի մասին խորհրդածելու, որոշ ճշմարտությունների մասին սովորելու եւ մանավանդ Աստծո խոսքով կարողանանք հոգու սնունդ ստանալ, որպեսզի մեր հավատքը լինի խորարմատ։ Ուրեմն այսօրվա մեր թեման, ինչպես լսեցինք, 5000-ի գերագրումի հրաշքն է, Քրիստոս 5 նգանակ կամ 5 հացը եւ 2 ձկները բազմացուց իր աստվածային զորությամբ եւ բոլոր սովածներին գերագրեց։ Արիթոմ խոսեցինք հրաշքների մասին։ Եվ եթե վերհիշում եք, հրաշքների վերաբերյալ քանի կարևոր ճշմարտություններ հիշեցինք։ Ասացինք Հիսուս հրաշքներ չէր գադարում, որպեսզի անի ցուցադրություն շո։ Հիսուս հրաշքներ անում էր քանի նպատակների համար։ Մեկ, որպեսզի իր սերը արտահայտե մարդուց նկատմամբ։ Եվ այսօրվա հրաշքի մասին երբ դեղանում ենք, այդտեղ կարևոր բառ կա, որ սիրո հոմանիշ է, ասում է կտած ներկաներին։ Քութը ինչն է, ողորմածությունը, սիրո արտահայտություն է, ողորմածությունը, կտությունը սիրո արտահայտություն է, եւ դրա համար հիշված է հիմա որ անդրադառնանք քութ բառը, ասում է Հիսուս տեսավ բազմությունը եւ կտած, այսինքն իր սերը արտահայտեց ներկաների նկատմամբ։ Հետեւաբար առաջին հրաշքի գադարման շարժարիտը դրտաբաջարը Քրիստոսի սերն է։ Երկու հրաշքների գադարման բաջարներից երկրորդ բաջարը Քրիստոսի աստվածությունն է։ Քրիստոս ուզում էր իր աստվածությունը հայտնել, որովհետեւ մարդիկ իմանան, թե մարգարեմը չէ, այլ մարմնացյալ Աստված է, չէ՞։ Պողոս Արաքյալ ասում է մեծ է Աստված բաշխության խորհուրդը, Աստված մարմինով երևեցավ։ Եվ երրորդ Քրիստոս հրաշքներ փորձում էր մի կողմից մարդոց հավատքի ընդառաջ գնալով,
որպես հավատքի, ասենք, վարձատրությունը, որովհետև Քրիստոս ուզում էր տեսնել հավատք եւ երբեմն Հիսուս կորզում էր հրաշք, որպեսզի մարդիկ հավատքի դառնային։ Եվ 4-րդ Քրիստոսի հրաշքները ապացույց էին Աստծո արքայության ներկայության։ Ասում է, եթե Աստծո մատով թևերն եմ հալածում, սա նշանակում է, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Դրա համար Քրիստոս երբ կարողզելու սկսեց ինչի մասին խոսեցավ։ Արքայության մասին, չէ՞։ Ասաց ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցած է։ Ուրեմն բոլորը խոսեցին Աստծո մասին, որպես զարաներ, բայց Քրիստոս խոսեցավ որպես դեր, որպես բրգիչ, որպես մարտացյալ Աստված։ Ուրեմն եկեք արագ ցեվով ժամանակը խնայելու համար անցնենք այսօրվա մեր հոգևոր թեմային եւ տեսնենք թե ինչ ճշմարտություններ կան սովորելիք։ Առաջին ասում է, երբ Հիսուս լսեց այնտեղից նավով միայնակ մի ամայի դեղ գնաց եւ ժողովուրդը լսեց քաղաքներից ոտքով նրա հետևից գնաց։ Հիսուս ինչ լսեց։ Ասում է, երբ Հիսուս լսեց այնտեղից գնաց ամայի վայր, ինչի մասին լսեց։ Լսեց Հովհաննես Մկրտիչի մահվան մասին, որովհետև Հերովդես չորրորդաբեդ, գիտեք պատմությունը, գլխադել տվեց Հովհաննես Մկրտիչի եւ այդ մեկը Քրիստոսի համար ցավ էր եւ դրա համար Քրիստոսի համար երբ ասում է Ավետարանը երբ լսեց գնաց նախորդ հատված եթե գարտանք բարձվում է որ Քրիստոս ճյուղով դեղեկացավ Հովհաննես Մկրտիչի գլխատման մասին։ Ուրեմն Քրիստոսի հոգեվիճակը ինչ էր։ Դխուր էր, դրտմած հոգեվիճակի մեջ էր, որովհետև հոգեարազատ անձը, ազո մարդը Քրիստոսի վկան մեծ մարգարեն դաժան երբով սպանվեցավ անկուտ թագավորի հրահանգով, Հերովդես չորրորդաբեդը։ Հետևաբար Քրիստոս ուզեց առանձնանալ, որովհետև դրտմած վիճակի մեջ էր, բայց եւ այնպես մարդիկ իր մասին շուտով դեղեկացան եւ ուզեցին մոտենալ Հիսուսի։ Ուրեմն Քրիստոսի համբավը ինչ էր, դարածված էր։ Մարդիկ երբ լսում էին Քրիստոս որտեղ է, շուտով գնում էին Հիսուսի մոտ, որովհետև ամեն մարդ ակնկալություն ուներ։ Մեկը խոսքի ծարավ ուներ, մեկը մխիթարության կարիք ուներ, ուրիշը հրաշքի ակնկալություն ուներ, որովհետև ֆիզիկական դժգարություն ունեն։ Ուրեմն բոլորը գալիս էին, բայց դարբեր ինչ կար, դարբեր ակնկալություններ։ Օրինակ հիվանդանոցը նույնն է, բոլոր հիվանդները, բայց նույն հիվանդներն են։ Ամեն տեսակի հիվանդներ կան։ Ուրեմն Քրիստոս միակ բժիշկն է, որ ամեն ինչի մասնակցություն ունի։ Չկա բժիշկ, որ ամեն ինչի մասնակից լինի։ Թոքապանը սրտապան չէ, սրտապանը նյարդապան չէ, բայց Քրիստոս ամեն ինչի մասնակցություն ունի։ Դրա համար շարականի մեջ ասում ենք բժիշկ իմաստուն եւ ջարդարաբեդ բժշկյա զոգվոզ զիմ հիվանդություն։ Ասում ենք ով իմաստուն եւ ջարդարաբեդ բժիշկ Քրիստոս բժշկիր ինձ հոգու հիվանդություններից։ Ուրեմն Քրիստոս նաեւ հոգու հիվանդությունները բուժում է եւ որ մեղքի գաբանքներից ազատագրում է։ Եվ գա հրաշք մի հիշում ենք, չէ, Անդամալույզը, որ երկու բուժումը ստացավ հոգու եւ մարմնի։ Ուրեմն տեսեք, մարդիկ շուտով եկան Հիսուսի մոտ, չնայած որ Քրիստոս դխուր հոգեվիճակի մեջ էր, բայց չլքեց մարդկանց։ Ընդհանրապես մենք երբ որ դխուր ենք, մենք ուզում ենք որ մարդիկ մեզմով մտահոգվեն, հետաքրքրվեն, բայց Քրիստոսի դեպքում հագապատկերը ինք իր ցավերի մեջ չեր մոռանում մարդկանց, չեր լքում մարդկանց, ընդհանրակը սեր շրայլում էր իր կուրկուրալից վերաբերմունքով բոլորի ընդգրկում էր։ Սա ցույց տալիս է սերը, ընդհանրապես չէ հաստատ համոզվել եմ ամեն մարդ, որ ինք ունի մի ցավ, մի դակնապ, ինք ուզում է որ մարդիկ իր մոտ մտահոգվեն։ Երախոսով գա փաստադեն, այցելեն, խորհուրդ տան, այսպես խրախուսեն, բարոյական գորով տան, բայց Քրիստոսի դեպքում այդպես չէ, որովհետև Քրիստոսի սերը աննման սեր է, աննկարագրելի սեր է։ Նույնիսկ Քրիստոս երբ գիտեր հասել էր խաչելության, բա ինչ արեց առաքյալներին, մխիթարեց, խրախուսեց, Սուրբ Հոգու խոստումը տվավ, քալիք նեղությունների մասին խոսեց։ Ուրեմն կտեսնեք, որ Քրիստոս մոտեցած էր իրեն համար խաչի վրա դանչվելու եւ մահանալու պահը, բայց ինք մեկտի թողեց իր անձնական խնդիրը, տակնապը եւ առաքյալների նկատմամբ այդ հրաշալի սիրո վերաբերմունքը ունեցավ։ Ուրեմն մարդիկ գալիս էին, որովհետեւ ունեին ակնկալություններ, Քրիստոսի համբավը արագ դարածված էր
եւ բոլոր հրաշքի ականատեսները վստահ պատմում էին իրենց հարազատների միջավայրին մի խոսքով գայձակնային արագությամբ մարդիկ Քրիստոսի մասին դերյակ էին, որովհետև Քրիստոս օրեր շարունակ նույնիսկ երբեմն բադայել է արավոտից իրգուն եւ կարոզել է եւ հրաշներ կործել է անթիվ եւ անհամար չափով։ Ուրեմն Հիսուս սամակ ելնելով շատ ժողովուրդ տեսավ, նրանց գտած ու հիվանդներին բուժեց։ Ուրեմն շատ ժողովուրդ տեսավ եւ ասում է գտած, այստեղ այս մեկ բառը բանալի բառ է մեզ համար, ցույց տալիս է, որ Քրիստոս անդարբեր չմնաց։ Ասում է, չէ, ինձ եկեք բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ եւ ես ցեզի հանգիստ կդամ։ Ուրեմն Քրիստոս էսա, որ մարդիկ ակնկալություն ունեին, մոդեցած էին ուսուցում լսելու, հրաշք տեսնելու, ցերբազատվելու հիվանդություններից, դրա համար ասում է Ավետարանը Հիսուս սամակ ելնելով շատ ժողովուրդ տեսավ, նրանց գտած ու հիվանդներին բժշկեց։ Երբ երեկո եղավ, այսինքն մինչև երեկո Հիսուս ինչ անում էր, բժշկում էր, իսկ Մարգոսի Ավետարանի եւ Ղուգասի մեջ նաեւ այդտեղ հիշում են, որ Քրիստոս ուսուցանում էր արքայության մասին։ Ուրեմն տեսեք հերթականություն կա։ Այո, եւ բժշկում էր։ Ուրեմն տեսեք հերթականություն կա։ Քրիստոս խոսում է արքայության մասին, որովհետև մարդ միայն հացով չապրիր։ Իսկ առաջին մեղքը ինչի հետ կապ ուներ մարդը ուտելն էր, չէ։ Բայց խնդիրը որ մարդը ուզես ուտել սատանայի ջամփով։ Հիմա այլ կան մարդիկ սատանայի ջամփով ուտեն։ Երբ որ կորզով խաբեբա են, խարտախ են, սլում են, զեղզարար են, եւ որ փորձում են ինչ միջոցներով շահել, խաբեբայություններով, այդպիսի մարդիկ ուտում են, այո, բայց սատանայի ցերկով։ Իսկ այդ ուտելիքի մեջ օրհնություն չկա։ Ուրեմն տեսեք, առաջին մարդը ոչ թե որովհետև գերավ, խնդիրը բարձրապես ուտելը չէ, այլ խնդիրը գերավ որու ջամփով սատանային խաբեբա հնարքներին հետևելով մարդը նախընտրեց սատանայի կողմից ուտել։ Եվ Քրիստոս դրա համար երբ որ սկսեց առաքելության, մերժեց սատանայի առաջարկը, քարահացի վերածի, որովհետեւ առաջին խնդիրին լուծումը դա, ասի որ մարդը ճիշտ է ունի մարմին եւ գարիքներ, բայց նախ ունի հոգի, ինչպես որ վեհապարները մեկը ասում է, չէ, վաղճանյալ վեհապարներից մեկը ունի խոսք շատ այսպես իմաստուն, ասում է միտքը պետք ունի քիրքի, մարմինը հացի, հոգին աղոթքի։ Տեսեք, ուրեմն դրա համար մարդիկ եկան, բայց Քրիստոս ուրեմն մեկ խոսեց արքայության մասին, երկու Քրիստոս խոսեց արքայության հասնելու ճանապարհի մասին, երեք Քրիստոս ուժեց հիվանդներին, եւ մինչեւ երբ է այս Քրիստոսի ծառայությունը, մինչեւ երեկո։ Ուրեմն կտեսնեք, որ այս հրաշք իրականության մեջ իդեալական ծառայության գեղեցիկ պատկերն է, որովհետև այդտեղ կա խոսքի քարոզությունը, այդտեղ կա հիվանդած բժշկությունը եւ այդտեղ կա նաեւ սովածների գերակրումը։ Ուրեմն երբ որ ասում է երեկո եղավ, աշակերտները մոտեցան նրան ու ասացին, այստեղ նամայի է, ժամն էլ ուշ է, արձակիր ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան եւ իրենց համար ուտելիք առնեն։ Առաքյալները ուրեմն մոտեցան Քրիստոսի, առաջարկը ինչ էր, մարդիկ գնան մոտակա գյուղերը, ակարակները հաց ջարելու համար, որովհետեւ այստեղ ամայի է։ Այստեղ մենք կտեսնենք մարդկային լուծում։ Մենք երբեմն որ աղոթում ենք Աստծուն, աղոթում ենք, բայց մեր մտքի մեջ կա մեր պատկերացումը լինի առաջնահերթ։ Դրա համար առաքյալների համար լուծումը ինչ էր, ազատ արձակվի ժողովուրդը գնա եւ այնտեղ ջարեն հաց, բայց եթե հաց ջարեն հրաշք պիտի չբադահել։ Դրա համար Քրիստոսի մտքի մեջ գար հրաշագործելու այդ գաղափարը գար, բայց առաքյալները ավելի մարդկային մոտեցում ունեին։ Իրենց հայեցողությունը ինչ էր սահմանափակ, որ միակ լուծումը մարդիկ գնան եւ մերձակա կամ մոտակա, ասենք, գյուղերը, գավառները հաց ջարեն։ Ուրեմն մի հրաշք էլ կա այսպես մարդիկ
առաջարկեցին անցիմը, որ թողնի վարտաբեդի, Հայրոսը, աղջիկը բերել էր, չէ, նա ասել էր, ինչ ասացին, մոտեցան Հայրոսի, ասացին, քո աղջիկը մեռած է, մի դանչեր վարտաբեդի, նեղություն մի դուր վարտաբեդի։ Իրենց մարդկային լուծումը այս էր, որ իրողությունը կատարվել է, ողբերգական իրավիճակ կա, ուրեմն միակ լուծումը դու պետք է հրաժարվես քո առաջարկից։ Դրա համար Սամոսի մեջ ինչ ասում է, շատեր ասում են ինձ, որ փրկություն չկա։ Շատեր ասեին իմե, թե չի փրկություն քո ասված յուր։ Ասում են շատեր ինձ ասում են, որ դու փրկություն չունես։ Հիմա հնարավոր է սատանան ալ մեզ խապի, ասի դու ելք չունես, դու փրկության առիթ չունես, դու տրախտի արժանի չես, դու մեղքով ծանրաբեռնված ես, ունես սխալներ, հանցանքներ, աղոտ կան իմաստ է, սուբկիր կարտալը անօգուտ է, որովհետև դու մեղքերի մեջ ես։ Իսկ եթե մարդը լուրջ ուշադրություն դա չարի խապեպայության, ես խոսքերին, պիտի ապրի հուսահատական վիճակ։ Եվ դրա համար Հայրոսի, որ ասացին աղջիկը մեռած է, մի հոգնեցներ Քրիստոսի, նեղություն մի դուր, Քրիստոս ամիջապես ինչ ասաց, մի վախեցիր, հավատա եւ պիտի փրկվի։ Ուրեմն տեսեք, ամեն մարդ կարող է ախտաջանաչում անել, բայց կարևորը լուծումն է։ Ուրեմն Քրիստոս եւ ախտաջանաչում կատարում է եւ լուծում տալիս է։ Ուրեմն հմուտ բժիշկը որ բժիշկն է, որ կարող է ինչ անել։ Ախտաջանաչումը եւ բուժումը։ Ուրեմն Քրիստոս ախտաջանաչումը արեց եւ բուժում էլ տվավ։ Բուժումը ազո խոսներ, բուժումը հրաշքներն էր եւ բուժումը նաեւ ինչն էր մարդկանց գերագրելը։ Ուրեմն Արաքյանների խոսքը ինչն էր ուրեմն Արցակե ժողովուրդը այստեղ մի քիչ ինչ կնկատենք Արաքյանների խոսքից որոշ անդարբերություն որ վերջ այստեղ մարդիկ սոված են մենք անելիք չունենք մենք դիտողի դերակատարի մեջ ենք նայում ենք իրավիճակը դեղյակ ենք եւ վերջ նման է մեկը որ խեղդվում է ցերկ երկարում է իրեն ասես ասված գոգնի քեզ խնդիր չէ բայկարի հետո լավ կլինի արդեն խեղդամա պիտի լինի ուրեմն մարդ ունի անելիք չէ նախքին վեաբար երջանկայշադակ կարեկին առաջին ունի լավ խոսք ասում է ով դեր օծին հողը դվեցիր որպես գերագուր բայց ասում է մարդուն շնորհեցիր որպես ստեղծարար կորձի սուրբ աղբյուր նույն այն հողը որ գերագուր էր օծին համար մարդու համար եղավ հաց վաստակելու միջոց դրա համար հին ուխտի մեջ է որ դերը գերագրեց Իսրայելի ժողովրդին երկինքե մանանա իջեցրեց բայց այս հրաշքի ժամանակ Քրիստոս երկնքից իջեցրեց ոչ մի բան քանի գերբի վրա էր որովհետև ինք մարդացած էր եկել էր արքայության մասին խոսելու հետևաբար Քրիստոս պատրաստական էր ինչ անելու հրաշք կատարելու եւ ինչ ասաց Քրիստոս ուրեմն Քրիստոս ասաց իրենց Հիսուս ասաց նրանց գարիք չկա որ գնան դուք նրանց ուտելիք տվեք ինչ կնշանակե դուք նրանց ուտելիք տվեք այսինքն դուք ալ դակնաբեցեք այդ մարդկանց համար երբեմն մենք դալիս ենք տեսական լուծումներ ոչ կորզական դալիս ենք խորհուրդներ բայց չենք մասնակցում այդ ծրագրի իրականացման եւ դրա համար Հիսուս կարար առանց 2-5 կացի իր խոսքին զորությամբ հրաշք գործել բայց ուզում է Քրիստոս մարդիկ մասնակցեն Գային հրաշքներ որոնք մարդիկ մասնակից եղան այո անդամալույզի 4 ընկերները չէ Գիրք Մգարտայի ասում է առաջին եկեղեցու շտաբ օգնություն այս 4 ընկերներն էին որ հասան այս հիվանդին առաստաղ կանտեցին եւ մոտեցուցին Հիսուսի ուրեմն տեսեք գային հրաշքներ որոնք մարդիկ ինչ եղան մասնակից եղան Հայրոսի աղջկա բժշկում համար կանց ներկայությամբ չբժշկեց Հիսուս մարդկանց ներկայությամբ այ բայց մարդիկ մասնակից լինելը այսին բաժին ունենան այդ ծառայության այդ օրինակի համար առաջին հրաշքը Գանայի հարսնիկը որ գար Քրիստոս գարան արան ճուրի հրաշք գործել այդ դիգերը գարասները Թադարկ մնային իր խոսքին զորությամբ քանի Քրիստոս ստեղծագործ զորություն ունի հիմա այս հրաշքը օրհնություն է թե ստեղծագործություն է երկուսն էլ ճիշտ է երկուսն էլ
որովհետև եւ օրնեց եւ ստեղծագործեց, ապա որտեղից 2.5 հացից Պիտի 5000 հոգի գերակրվեր, ուրեմն այս հրաշքի մեջ գա եւ Քրիստոսի օրհնությունը, եւ Քրիստոսի ստեղծագործ զորությունը։ Հետևաբար տեսեք, առաջին հրաշքի մեջ Քրիստոս սեղանաբեդը դերիակ չէր ինչ պատահել է։ Բայց սպասավորների Քրիստոս թելադրեց, որ ջուր լցնեն, չէ՞։ Երկու նպատակով, եւ որբեսի մասնակցեն, սա բադիվ է, երկու որբեսի նաև վգաներ լինեն, որ ասեն մենք անցամ այդ դադարգված կարասների ջուր լցրեցինք։ Հետևաբար Քրիստոս մենակ կարա անել ամեն ինչ, բայց բադիվ դալիս է մարդուն, որ մարդը նաև ինչ լինի, մասնակցի։ Պողոս առաքյալ ինչ ասում է, ես ցանեցի, աբողոս ջրեց, Աստված աջեցուց։ Ասում է ցանողը ջրողը իրենց վարձատրությունը պիտի ստանան, բայց աջեցնողը ով է։ Դեր Աստված ինքն է։ Հետևաբար կտեսնեք, որ Քրիստոս ասում է դուք լվեք նրանց ուտելիքը, նրանք ասացին մենք այստեղ ոչինչ չունենք, բացի 5 հացից ու 2 ծգից։ Ուրեմն Քրիստոս ուզում է, որ մեր քիչը տանք։ Ինչ որ ունենք, հնարավոր է մեզի համար 2.5 հացը լինի նաև մեր սահմանափակ հնարավորությունները, բայց Քրիստոս ասում է դուր ինձ քո քիչը, որ ես օրհնեմ։ Հնարավոր է մենք ունենք շատ մեղք, բայց բայկարի այդ ջիկը չունենք շատ։ Հավանաբար Հիսուս ասում է այդ քիչը, որ քո ջիկն է, դուր ինձ որ օրհնեմ, որ դու մեղքիդ են բայկարես եւ քո երթը լինի հաղթական, հավատքի երթը։ Դրա համար Հիսուս այստեղ ասում է մենք աշակերտներ ասում են մենք այստեղ ոչինչ ունենք բացի 5 հացից ու 2 ծգից, իսկ նա ասաց դրանք այստեղ ինձ մոտ բերեք։ Հիսուս կարգադրեց, որ ժողովուրդը խոդերի վրա նստի, նա վերցրեց 5 հացն ու 2 ծուգը եւ ինքն նայեց, օրհնեց, մաս արեց, աշակերտներին տվեց։ Աշակերտներն էլ ժողովրդին։ Հիմա Քրիստոսը ընդունեց, քիչը ընդունեց, հայրիկը նոչ երկու լուման ընդունեց, քիչը ընդունեց։ Քրիստոս քիչ առներով շատն է դալիս։ Հիմա մենք պատարակին այդպես ենք անում, չէ՞։ Դալիս ենք հացը քինին, քիչն է, ստանում ենք Քրիստոսի մարմին եւ արույնը, որ շատն է։ Որովհետեւ պատարակի ժամանակ ասում ենք, չէ, եւս քույս իքոյոց քեզ մատուցանենք։ Ինչ որ քեզանից ստացանք, քեզ ենք տալիս։ Եվ դրա համար եկեղեցու հայրերեն ոմանք այս հրաշքի մեջ նաեւ դեստում են պատարակի խորհրդի մանրաբատկերը, որ Քրիստոս հացը եւ քինին օրհնեց եւ փաշխեց առաքյալներին։ Քրիստոս իր մարմինը դալիս է բادرակիչ եկեղեցականին, բادرակիչ եկեղեցականալ փաշխում է ժողովրդին։ Նույն բادرերն է։ Քրիստոս տվեց աշակերտներին 2.5 հացը, իրենք էլ փաշխեցին ժողովրդին, սոված ժողովրդին։ Ուրեմն, տեսեք, ցուգը եւ հացը, երկու ծգներ 5 հաց 7-ն է, շաբթվա 7 օրն է։ Ծգները ջուրի մեջ են, հացը ցամաքից է, Քրիստոսի իշխանությունը եւ ջրի եւ ցամաքի վրա է։ Եվ դրա համար ասում է Քրիստոս երկինք նայեց, օրհնեց եւ փաշխեց առաքյալներին եւ այդտեղ ասում է այդտեղ ինչ կար, խոտ կար, չէ՞։ Ինչու խոտ կար։ Որովհետեւ Սամոս 23-ի մեջ ինչ ասում է, զիս խոդավետ արոտներու մեջ կար աշնորհ է։ Եվ որովհետև Քրիստոս այդտեղ հովիվ էր, ասում էր Ավետարանի մեջ, եթե գարտանք Մարգոսի կամ Ղուգասի, հիմա կստուգենք, այդտեղ ասում է Քրիստոս գտած, որովհետև ժողովուրդը նմանում էր ոչխարների, որոնք հովիվ չունեին։ Եվ դրա համար Քրիստոս իր հովվական կորձն է գադարում սիրո մղումով։ Դրա համար խոդերի վրա նստեցին խումբ, ինչու խումբ, որպես ինչ չստեղծվի, խառնաշփոթ վիճակ չստեղծվի, որովհետև եթե այդ դասավորումը չլիներ, շատ հավանաբար շատագերը քիչ ուդողից հապշտագեր, մեկը հաց ուդեր, ցուգը չուդեր, մույսը ցուգ ուդեր, հացը չուդեր, ուրեմն այդտեղ մերդերը ինչ է սիրում գարկ կանոնը։ Դրա համար եկեղեցու մեջ պետք չէ խոսենք։ Ազու հետ պետք է զրուցենք, ոչ իրարու հետ։ Որովհետև Քրիստոս սիրում է գարկաբահությունը։ Երբ որ Քրիստոս նստեցնում է խումբ մարդկանց, այդտեղ դասավորում կա, ասված գարկ ու կանոն սիրում է։ Ոչ թե այսպես խառնաշփոթ վիճակ լինի, մեկը զրուցե, մույսը
հերախոսով զբաղվի, ուրիշը եկեցու շրջապակը ծխախոտ ծխի։ Մենք բոլորս եկել ենք մեկ նպատակի համար։ Եկեցի ազո հարազատ ընտանիքն ենք։ Պետք է գար կանոնը հարկենք եւ այդ հարկանքը երկյուղացության մի կարևոր բաժինն է։ Այդ հարկանքը նաեւ դիրոջ հետևելու բարի դրամատրության արտահայտությունն է։ Ուրեմն դրա համար Քրիստոս ինչ արեց։ Խումբ թելադրեց առաքյալներին, որ ժողովուրդը նստեցնեն եւ Քրիստոս տվեց աշակերտներին եւ աշակերտները ժողովրդին, բոլորները գերան ուշտացան եւ 12 սագար կամ գողով ասենք լեցուն ավելացած գդորներ վերցրեցին։ 12 գողովը 12 առաքյալներ ամեն մեկը կորձ ունեին, ամեն մեկը գողով վերցրեց։ Եվ նաեւ սա նշանակում է, որ 2.5-ը շաբթվա 7 օրն է, 12 սագարը դարվա 12 ամիսներն են։ Ուրեմն նշանակում է, որ Աստված գողոքա մեր պետքերը եւ երբեմն մարդիկ զարմանում են, ամիսը սկսվում է, ունեն նյութական բարդագործություններ, երբեմն մտածում ենք, թե ինչպես կարող ենք մեր բարդականությունները կատարել, երբ որ շատ անելիքներ կա, մեր մարդկային հաշվարկով, ասենք, միթե հնարավոր է ամիսը նորմալ անցկացնել առանց փաստողմի կամ նյութական դակտավի, հանկարծ զարմանում ենք ամիս ավարտին հասել է եւ մենք նորմալ կարողացել ենք մեր բարդականությունները կատարել։ Երբեմն բադահականության վերակվում ենք, ափսոս, բայց Երանի միշտ հիշենք այս հրաշքը ամեն օր, որ եթե մի թեմա նյութական առումով, եթե մեզ դակնավեցնում է, հիշենք այս հրաշքը, որովհետեւ Աստված թուղթի եւ TV Աստված չէ, ոչ այլ հաշվարկների։ Դրա համար հացը, որ եթե մեկը 5000 պետք է գերակրի, ինչ կան պետք է աշխատի 5000 հոգի գերակրելու համար, ամիսներ, չէ։ Հիմա մեկ եթե քեզ ասի, դու 5000-ը պիտի գերակրես, ինչ կան ժամանակ կպատկերացնես, ասեք ժամանակը հատված, ամիսներ, չէ։ Տարիներ, չէ։ Ուրեմն Հիսուս ուզում է ասել, որ մարդ, որ դարիներ եթե աշխատի եւ հազիվ կարողանա 5000 գերակրել, Քրիստոս կարա մեկ վարյան իր խոսքին զորությամբ, իր աստվածային իշխանությամբ գերակրել։ Հետևաբար կտեսնեք երկուցուկ առավել 5-ած հավասար է 5000 հոգի ըշտանա եւ ավելանա։ Բայց մարդկային հաշվարկով մենք ասում ենք երկուցուկ առավել 5-ած պետք է 2 հոգի ըշտանա։ Մեր մարդկային հաշվարկով, բայց կտեսնեք ուրեմն պետք է ասենք 2 ցկներ կումարած 5-ած կումարած Աստծո օրհնությունը։ Ուրեմն այդ բաժինը որ գա, Աստծո օրհնության բաժինը որ գա, Աստված դալիս է արադությամբ։ Եվ դրա համար այս հրաշքի մեջ մենք ինչ նկատում ենք, քանի մտածեր եթե քաղելու լանք, առաջին Քրիստոս դալիս է մարդոց պատկերացուցած են ավելին, որովհետև իրենք ակնկալություն չունեին ուտելու, իրենց նպատակը բուժվել եւ լսել։ Լսելը, որ հավատքով ամրապնդվին եւ նաեւ հրաշքը, որպես հիվանդություններից բուժվին։ Ուրեմն երրորդ ակնկալությունը չունեին։ Ուրեմն Քրիստոս տալիս է մեր ակնկալածից ավելի, բայց մի եկեղեցական շատ կարևոր խոսք ունի։ Ասում է՝ «Պիտի գա ժամանակ քո կյանքում, երբ դու եթե հավատքով հասունանաս, Աստծո նաեւ շնորհակալություն պիտի հայտնես իր չպատասխանած աղոթներիդ համար, որովհետև հնարավոր է, որ աղոթներ եթե դու ստանայիր, հավանաբար այդ քո խնդրանքը սխալ խնդրանք էր, կամ քո բարիքի համար չէր։ Ուրեմն տեսեք, մարդոց թադողությունը մագերեսային է, բայց Աստված գիտի խորքը։ Օրինակ, Աստվածին գնաց դաջար ընձայման դոնը գա, չէ՞։ Աստվածամոր համար դաջարի կյանքը ամենահարազատ կյանքն էր, աղոտ, պաշտամունքային արարողական կյանք, բայց ազոգան ուրիշ էր։ Դուրս եկավ այդ դաջարի կյանքից, որպեսզի նշանվի Հոսեփի հետ, Սուրբ Հոգիով վահանա եւ փրկի մայրելը։ Ուրեմն միշտ Աստծո կամքը բարին է, բայց կա մի ժամկետ, երբե չենք գիտեր, հնարավոր է դու եւ ես բողոքենք երբեմն, ասենք ով դեր ինչու շուտ չես պատասխանում, մեր խնդրանքն ես մերժում, մեզ մորանում, պիտի ասենք չէ, լուսացույցը գարմիր կանաչ է, թե նարնջակույնն է,
Գա այդ Կարմիր ինչ ասում են, ծիրանակույն արևելայրենով։ Ուրեմն մեր հավատքի կյանքի մեջ պետք է լուսացույցներ լինեն։ Աստված երբեմն ասում է կանաչ է, կայլիր, ասում է կարմիր է, կանկար, ասում է ծիրանակույն է, պատրաստվիր։ Ուրեմն Աստծո մոտ այո ոչ եւ սպասիր գա։ Մենք ասում ենք լինի այո կամ ոչ, բայց իրականության մեջ մենք որ աղոթենք, պետք չէ լուծում առաջարկենք, պետք է լուծում խնդրենք։ Հիմա երկու դարբերակի մարդիկ կան։ Մարդիկ աղոթում են ակնկալելով Աստծուց լուծում, մարդիկ աղոթում են եւ Աստծո դալիս են լուծում։ Այսինքն նման է անցի որ բժիշկի կգնա, բժիշկի ասի ես լավ եմ, առողջ եմ, հանգիստ եմ, բժիշկի ասի լավ ինչու եկար։ Ինչ է եթե դու ողջ ես, առողջ ես, խնդիր չունես, ապա ինչ ես ուզում։ Ուրեմն դրա համար Հիսուս հացը, ցուգը երբ որ բազմացուց, բոլորը գերան գշտացան եւ ինչ եղավ ասում է։ Եվ ավելացավ 12 ողով գամսագար եւ ցույց տվեց Քրիստոս, որ ինքն լիարատ կերպով երագրում է մարդկանց։ Ուրեմն մարմինը ունի պետք էր, անշուշտ պետք էր ունի, որովհետեւ մարդը միայն հոգի չէ, մարդը նաեւ ունի ինչ մարմին, բայց նախ պետք է ինչ, նախ ընտրեցեք երկնքի արքայություն եւ Աստծո արդարություն եւ Աստված ավելիով ուդացեզի։ Ուրեմն Երանելի Օգոստինոս ասում է հավատքի կյանքը երկու հանգրվան է։ Առաջին ասում է մարդու հոգին ղեկավարե մարմին, որովհետեւ մարդու հոգին առաջնորդվի Սուրբ Հոգիով։ Երբ որ մարդը իր հոգի գարիքները, բանջները մորանում է, կամ եթե ինքը անկիդանում է որ ունի հոգի, բնականաբար նաև պատրաստ չի լինելու առաջնորդվելու ինչով Սուրբ Հոգիով։ Դրա համար Հռոմեացիս նամակի մեջ Պողոս Արաքյալ ասում է Աստծո որդիները դրանք են, որ Աստծո Սուրբ Հոգիով առաջնորդվեն։ Ուրեմն մենք երբեմն մեր կյանքում ունենում ենք տագնապներ, բայց եւ այնպես միշտ հիշենք, որ եթե մեր քիչը դանք Քրիստոսի եւ խնդրենք իր օրհնությունը, վստահաբար Քրիստոս ինքը կհոգա մեր բոլոր պետքերի։ Եվ դա անելու համար կորզնական մեկ լուծում կա։ Ինչ է ասում Հիսուս, եթե երեխաների պես չլինեք, արքայության չեք հասնիր։ Ինչն է երեխայի պես լինելը, մարզություն, նաև հոգսերով չծանրապերնել։ Երբեմն մի րոպեի մեջ 1000 մտածում ունենք։ Բայց երեխան գրնալ 1000 օրվա մեջ մի մտահոգություն ունենա։ Օրինակ, որովհետև մարդը միշտ մտքով, այսպես մտադանչված վիճակի մեջ է։ Ասացինք, չէ մի անգամ խոսեցինք այդ երեխաների օրինակը, երեխան չգիտի սառնարանի մեջ ինչ կա, բայց գիտի որ սոված պիտի չմնա։ Չկա երեխան որ թուղթ մատիվով կրում է սառնարանը ինչ կա, մածուն կա, գաթ կա, մարինա է մածունը, կամ մարքանա է եւ այլն։ Ուրեմն երեխան մանրամասները չգիտի, բայց գիտի քանի ծնող կգա, ինք սոված պիտի չմնա։ Որովհետեւ այսօր մարդիկ այնքան գդակնաբին հակուգաբի համար, ուդելու համար եւ այլն, մանավանդ հիմա որ կար ամիս նոր տարի վիլդի մոդենա մարդիկ մակնեն մտածում են Երանի մտածեն նոր տարվա արիտով քանի ընտանիքի կարող են ուրախացնել կամ մինչև նոր տարի եթե խնդիր ունեն քանի մարդկանց հետ կարող են հաշտվել այդ մասին մտածեն որովհետև այսպես կամ այնպես այդ սեղանը լինելու է բայց կարևորը մենք մտածենք աստվածահաճո մտածումների մասին որովհետև դերը մեզանից կողլա եւ մենք Աստծո աչքին լինենք անդիր ուրեմն այս հրաշքը մեզի հիշեցնում է որ Քրիստոս նախացերնող է ինչ կնշանակի նախացերնող առաջին քայլը ինքն է որ առնում նախացերնող երբեմն կիրթ դրվում է հիշվում է 3 անձեր հովանավորողը երկու նախացերնողը 3 մեգենասը որ ֆինանսական գումար տվեց որ կիրքը դրվի չէ հովանավորը որ օրհնությունը տվեց առաջնորդ թեմագալ առաջնորդները եւ կա նախացերնողը անցումը որ ինք մտահղացում ունեցած է այդ կիրքի հրադարագությամբ ուրեմն Աստված նախացերնող Աստված է Աստված չի դիտում որ մարդը ընկնի ասի ես այստեղ էի խիչ եկար Աստված միշտ ինչ անում է ցերկը երկարում է դրա համար մի
եկեղեցականի օրինակը կա, չգիտեմ եթե ասել եմ նախավես, ասում է Մայրամուդին, երբ նայում էի բնության տեսարանին, ասում է նկատեցի, որ արեքակը անշարժ վիճակի մեջ է, բայց երկրակում է, որ երեստեքում արեքակից դրա համար աշխարհի մի մասը խավարի մեջ է, մի մասը լույսի մեջ է։ Ասում է մարդկության վիճակն էլ այդպես է։ Ասում է Քրիստոս նույնն է երեք այսօր հավիտյան, իր շնորհքի լույսը դալիս է, բայց մարդիկ նման են երկրակունթի, որ երես են թեքում Աստծուց։ Հետևաբար Քրիստոս միշտ պատրաստ է մեզ լսելու, մեզ օգնելու, օրհնելու, մեր ընթացքը ուղղելու, առաջնորդելու, մեր հոգու մտքի մարմնի պետքեր հոգալու, բայց կարևորը մարդ արարածը միշտ հավատքի բողումով մոտիկանա Քրիստոսի, որպեսզի կարողանա ստանալ եւ հոգու սնունդ, եւ եթե Տիրոջ կամքն է մարմնի բժշկություն, եւ մենք մեր կյանքը ապրենք այդ հոգսերը թեթևանա մեր կյանքում, որպեսզի կարողանանք զգալ սրտի հանդարտություն, մտքի հանգստություն, հոգու երջանկություն։ Հետևաբար Փառք Աստծո, Փառք Քրիստոսի, որ միշտ պատրաստ է մեզ կերակրելու եւ ամենամեծագույն կերակուրը, որ մեզ դալիս է Սուրբ Պատարագի ժամանակ եւ որ դալիս է Սուրբ հաղորդությունը, այդ մեծագույն ասենք ուրախությունը լինելու է, որովհետեւ երկնքից իջած հացն է, որ մենք ստանում ենք, որ որպես ջուղեր պատվաստվենք որդադունգի միանանք Քրիստոսի Սուրբ Պատարագի միջոցով եւ ստանանք հաղորդությունը։ Դրա համար ինչու սոված գալիս ենք, ոնց որ Քրիստոսի ուզում ենք ասել, երկրավոր հացը քանի ժամ թողնում ենք, նախապատվությունը առաջնահերթը դու ես, դու որ երկնքից իջար եւ հաց եղար, որպեսզի մենք քեզ ճաշակելով հոգեպես կերակրվենք։ Լավ եղեք, առողջ եղեք, Աստված մեր հավատքը ավելացնի, որպեսզի միշտ Քրիստոսի օրհնությունը վայելենք մեր կյանքում։ Ամեն։